օրհնում ենք բոլորին, ովքեր որ միացել են մեզ, ովքեր որ կլսեն հետագայում, թող Աստված առատապես օրհնի այսօրվա խոսքը, որ Տիրոջից է։ Ուզում եմ միասին բացենք Դանիելի գիրքը եւ երրորդ գլուխ, Դանիելի երրորդ գլխից մի քանի հատվածներ, այդպես արագ կարդամ, որպեսզի այն հայտնությունը, որ ստացել եմ Տիրոջից, կարողանամ փոխանցեմ ժամանակի մեջ, որովհետև շատ խորը խոսք է ինձ թվում է եւ շատերին է պետք այս ժամանակների մեջ։ Ասեմ, որ առանձնացել է եւ հենց այս խոսքը կարծես հոր շուրթերից լսեցի, իրոք պետքական ինձ շատ կարևոր էր, որ ես հասկացա, որ առաջինը ինձ է ասում Տերը եւ շատ հաճախ Աստված թույլատրություն է տալիս նաեւ կիսվելու, բայց այս խոսքը ինձ համար էր միջև այսօր։ Եվ ինչպես գիտեք, Դանիելի երրորդ գլուխը դա Սեդրակ, Միսակ եւ Աբեդնագովի մասին է։ Եվ որպեսզի ամբողջը չկարդամ, ինձ թվում է շատերը կարդացել եք, Նաբուգոդոնոսոր թագավորը որոշում է մի արձան կանգնեցնել եւ այդ արձանին առջև բոլորը պետք է երկրպագեն եւ երբ որ այդ սուր հանդակը կամ այդ խոսողը կամ այդ ինչ որ ձայները այդ որ պիտի բարձրախոսով ասեին, պետքա բոլորը վայր ընկնեին եւ 5-րդ համարում ագրված վայր ընկնեին, երկրպագություն անեն այն ոսկի արձանին, որ կանգնեցրեց Նաբուգոդոնոսոր թագավորը։ Եվ ով որ չընկներ եւ երկրպագություն չաներ, իսկույն պիտի գցվեր կրակով բորբոքված հնոցի մեջ։ Շատ պարզ է, շատ անհեթեթ մի բան, ես իմ որտեղից որոշում են, հա, ինչ որ ծիսակատարություն կուրքերին։ Եվ ընդհանրապես Նաբուգոդոնոսոր թագավորը ներկայացնում է հենց սատանային Աստվածաշնչում։ Նաև այս իրավիճակում, հա, իր միջև ապաշխարելը ինքը դիվային ոգով բռնված մեկը եւ նաեւ իր սուրհանդակները, իր բոլոր այդ խորհրդականները, բոլորը նրա դիվահարված էին, որ այսպիսի ծրագիր են առաջ տարել ամբողջ Իսրայելում, հա, չէ, Իսրայելում չէ, կներեք, նրանք իսրայելացի էին, Սեդրակ, Միսակ, Աբեդնագովը, բայց նրանք եկել էին, կարծեմ, Եգիպտոսը չի, հիմա չեմ հիշի, կարևոր չի, նրանք կարծես գերի էին ընկել այս երկիր, նաև Դանիելը, որի անուններ որին Բաղդասար կոչեցին և ընկերները։ Եվ ստիպում են, հա, նրանց բոլորին, բոլորը հնազանդվում են, բացի Սեդրակ, Միսակ, Աբեդնագովին եւ ինձ հստակ թվում է, որ նաեւ Դանիելը, բայց Դանիելի մասին չկա այստեղ գրված, եւ 16-րդ համարում նույնպես շատ շարունակությունն է գալիս խոսակցությունը թագավորի եւ Սեդրակ, Միսակ, Աբեդնագովի եւ այսպես ասում եւ Սեդրակ, Միսակ եւ Աբեդնագովը պատասխանեցին եւ ասեցին թագավորին. մենք պետք չունենք այս բանի մասին քեզ պատասխան տալու ով Նաբուգոդոնոսոր, այսինքն ինչի մասին, չէ երկրպագելու մասին մենք բացատրություն չունենք քեզ տալու։ Ահա մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցից եւ քո ձեռքերից էլ, ով թագավոր։ Նա մեզ կազատի եւ եթե ոչ, թող քեզ հայտնի լինի, թե որ ով թագավոր, որ քո Աստվածին մենք չենք պաշտելու եւ քո կանգնեցրած արձանին երկրպագություն չենք անելու։ Այստեղ նույնպես շատ հետաքրքիր
այս համարները իրոք որ արագ ուզում ես կարդաս ամենակարևոր համարներն են որ ընտրել եմ 16-ը մինչև 18-ը հետո շարունակությունն էլ իրականում Նաբուկոդոնոսորը ինչ ասում այստեղ հստակ նրանք ցույց են տալիս իրենց հավատքը հա Եվ գիտես մի պահ ես սա զգացել եմ ուժեղ մարգարեների, Աստծո զավակների խոսակցության մեջ, որ նրանք ասում են ապագայի հետ կապված ամեն ինչ չգիտեն իրանք։ Հա, այստեղ նույնպես նկատում ես, որ նրանց մեջ կա ինչ որ, չեմ ասում կասկածանք, բայց նրանց մոտ կա, որ անգամ որ Աստված չազատի մեզ այդ կրակից, մեկը մենք գիտենք, որ կուրք պիտի չպաշտենք, մենք այդ կուրքին չենք պաշտելու, հասկանում եք, և բարկություն եկավ Նաբուկոդոնոսոր թագավորի վրա, և յոթնապատիկ ավելի ուժեղ արեց կրակը, ես հետագայում ես ամեն կարևոր բաների, որ Աստված ցույց տվեց կխոսեմ, Եվ նրանց գցեցին կրակի հնոցի մեջ։ Եվ Նաբուկոդոնոսոր թագավորը կրակի մեջ գցվելուց հետո ասում է 24-րդ 25-րդ համարում չէ որ մենք 3 մարդ գցեցին կրակի մեջ կապված այն էլ, հա, կապեցին ու գցեցին։ Նրանք պատասխանեցին եւ ասեցին թագավորին, այո, թագավոր Նա էլ պատասխանեց ու ասեց, ահա ես 4 մարդ եմ տեսնում արձակված ման են գալիս, այսինքն արդեն արձակված էին կապանքներից, ման էին գալիս կրակի մեջ և վնաս չկար նրանց վրա և 4-րդի կերպարանքը Աստծո որդու նման է։ Այն ժամանակ մոտեցավ Նաբուկոդոնոսորը կրակի հնոցի դռանը պատասխանեց և ասեց. Ով Սեդրակ, Միսակ և Աբեդնագով, բարձրյալ Աստծո ծառաներ, դուրս եկեք։ Եվ այն ժամանակ նրանք դուրս եկան կրակի միջից և ժողովուրդը կուսակալները բոլորը մտիկ տվեցին այն մարդկանց, որ նրանց մարմնի վրա կրակի չէր տիրել և նրանց գլխից մաշ չէր այրվել և անդրավարտիքներն էլ չէր փոխվել և կրակի հոտ էլ չկար նրանց վրա։ Եվ ամենակարևոր համարը 28-րդը օրհնյալ է Սեդրակ, Միսակ, Աբեդնագովի Աստվածը և ուղարկեց իր հրեշտակին և ազատեց իր ծառաներին, որոնք նրան ապավինեցին և թագավորի խոսքը անարգեցին և իրենց մարմինները տվեցին, որպեսզի չպաշտեն և չերկրպագեն ոչ մի փոքրատառով աստծու, բացի նրանց Աստվածանից։ Եվ ինձանից հրաման է դուրս գալիս մի նոր այլ հրաման, որ Սեդրակ, Միսակ, Աբեդնագովի Աստծո դեմ մի րոպե, բան բաց թողեցի, որ ամեն ժողովուրդ, ազգ, լեզու, որ սխալ բան խոսի նրանց Աստծու դեմ, պիտի կտոր հոշոտվի և նրանց տունը աղբանոց պիտի դառնա, որտև չկա մի ուրիշ Աստված, որ կարող է լինել այսպես ազատել։ Այն ժամանակ թագավորը հաջողություն տվավ Սեդրակ, Միսակ, Աբեդնագովին Բաբելոնի գավառում։ Եվ հետագայում նույնպես կարող եք շարունակությունը կարդալ, որը ընդհանուր, եթե ուզում ես ավելի լավ հասկանաս, ամբողջը պիտի կարդաս, բայց այսօր չեմ ուզում շատ ժամանակ տրամադրեմ կարդալու վրա, դուք դա կարող եք։ Ուզում եմ մի փոքր ավելի ժամանակ տրամադրեմ հայտնության վրա, որ Տերը տվեց ինձ։ Ուրեմն, երբ որ ես աղոթում էի, իմ ներսում ես ունեի ինչ-որ հարցեր Տիրոջ հետ աղոթքի ժամանակ և գիտեք, հա, որ Դեբորայի այս ամեն ինչը ինչքան էլ մենք զորավոր ենք, դժվարություններ ա իր հետ շատ բերել, մեր կյանք, մեր ընտանիք, մեր ամբողջ շարժը փոխվել է մեր ընտանիքի, բայց փառք Տիրոջը մենք կանգուն ենք և հավատում ենք մեր Տիրոջը
բայց հեշտ չի։ Մենք փորձում ենք ուժեղ պահել մեզ եւ այլն։ Եվ Աստված ցույց տվեց այս տեսարանը ինձ կրակների մեջ եւ նրանց նման զորավոր, ինչպես ասեցի, որ Դանիելը նույնպես, նրանք 4 ընկերներ էին, նրանց նման զորավոր այդ ժամանակ չկար ամբողջ այդ թագավորության մեջ Նաբուգոդոնոսորի եւ բոլորը գիտեին նրանց, անգամ Դանիելի պատմության մեջ ասում է, որ Դանիելին դիտավորյալ արեցին, որ գցեն առյուծների գուբը, իմանալով այն հոգին, որ նրա վրա էր, որ նրան առաջնորդում էր դեպի բարձր տեղեր էր տանում, նախանձի ոգին բռնել տվեց Դանիելին, բայց Աստված պահեց եւ այս իրավիճակում նույնպես Աստված պահում է Սեդրակ, Միսակ, Աբեդնագովին, նրանք շատ զորավոր էին, հավատացեք այն սկզբի այդ խոսակցությունը, որ նրանք ունեցան Նաբուգոդոնոսորի հետ, դա շատ զորավոր խոսակցություն էր, որ գցեք կրակի մեջ, այսօր որ մեկը սկասի, կրակները տարբեր են լինում, հա, օրինակ իմ պատմությունը, ով կցանկանար, ով կասեր, օքեյ, թող լինի այդպես, այս կրակը կանցնենք այս կրակի միջով, ոչ ոք չի ցանկանա նման կրակի միջով անցնել, ոչ ոք չի ուզենում փորձվել, ես չեմ ասում այդ, չգիտեմ, էմոցիոնալ դաշտի վրա, ինչ-որ քեզի մի հատ վատ բառ են ասել, նեղվել ես 1000 տեղով կոտորվում ես, քեզ վատ ես զգում, այսօր կան շատ թույլ հոգևորներ, որոնց մի հատ բառով կարող են գցել դեպրեսիայի մեջ, ես լուրջ բաների մասին եմ խոսում, լուրջ փորձությունների, որ երեխուդ հետ կապված, ամուսնությանդ հետ կապված, ֆինանսական լուրջ կրիզիսներ, առողջական եւ այլն եւ նման բաներ, հա, նույնպես պետական մարմինների հետ, հա, նրանք շատ զորավոր իրենց պահեցին եւ շատ չէին խոսում, հա, մենք որ ունենք հայտնություն, ունենք Աստծո խոսքը, ունենք հստակ ուղղություն, հավատամք, գիտեք ինչ ենք անում, բոմբիտ ենք անում խոսքերով, հերթ չենք տա իրար, այստեղ սովորենք Սեդրակ, Միսակ, Աբեդնագովից, որ նրանք ասին մեր Տերը քեզ կհայտնի, մենք նրան ենք հուսացել, շատ կարճ էր խոսակցությունը եւ շատ տղամարդավարի, Իսում կանայք մի քիչ ավելի շատ կխոսեին այս դեպքում, կարճ կոնկրետ հավատքով ասեցին, որ չունենք ձեզ ասելու եւ մենք զգում ենք, որ դուք էլ այտենց պատրաստված եք ձեր խոսքը պահելու, դե արեք ինչ որ կուզեք, բայց շատ դժվար է, ինձ թվում է շատ եւ նրանք առաջ գնացին այն ուղին, որը որ իրանց առաջ դրվեց ոչ իրանց մեղքով, որ շատերն ասում են, ինձ էլ ասեցին, հա, շատերը, որ այ հիվանդությունը մեղքի պատճառը, ոչ միշտ, ահա այստեղ ցույց տվեք, որն էր նրանց մեղքը, որ մեղքն էր գործվել Սեդրակ, Միսակ, Աբեդնագովի կողմից, որ նրանք գցվեցին կրակը, ընդհակառակը նրանք այնքան զորավոր էին, նրանց մեջ այնքան զորություն կար, անսասան էր նրանց հավատքը եւ սրբության ձգտողներ էին։ Միշտ չի, որ կրակի մկրտությունը, փորձությունները մեղքի արդյունքով է մեր կյանքերում լինում եւ ես չեմ ասում, հա, իմ իրավիճակը, ես շատ եմ քննել, անգամ բաներ կա, որ վերել եմ Տիրոջ առաջ, ասել եմ, եթե սա մեղք ես տեսնում, մաքրիր, ազատիր ես ամեն ինչից, դա արդեն անձնական, ամեն մեկս պետք է Տիրոջ հետ շփվենք։ Կրակի հնոցում
նրանք հանդիպեցին Աստծո որդուն։ Գիտես, միգուցե այդպիսի կենդանի հաղորդակցություն իրենք իրենց այդ ապահով կյանքում չէին ունեցել։ Եվ սա էր, որ Աստված երկու օր առաջ եմ լսել այս խոսքը, որ ասեց, ես կհանդիպեմ քեզ քո կրակի մեջ։ Եվ այդ խոսքին շատ համահունչ է կարդալ Եսայի 43-ը, որ ասում է՝ մի վախեցիր, որտեվ ես քեզ փրկել եմ, քո անունով կանչել եմ քեզ, թե դու իմն ես, երբ որ ջրերից անցնես, ես քեզ հետ եմ, երբ որ գետերից, նրանք քեզ չեն ողողի, երբ որ գնաս կրակի միջով, Սեդրակ, Միսակ, Աբեդնագովը գնացին կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ պիտի չվառի, որովհետև ես Տերս քո Աստվածն եմ։ Հասկանում եք, որ Աստված ներկա էր կրակի մեջ, և շատերս անցնում ենք մեր կրակի ուղիները, շատերիս համար, իմ համար շատ դժվար ընթացք է հիմա և մասնավոր ամենասկզբերը, երբ որ հիվանդանոցում էինք և այդ ամեն վիրահատություններ, դժվար իրավիճակներ, ավելի լավ էր կրակի մեջ լինեի, ավելի լավ էր ես տանեի, ես լինեի այդ կրակի մեջ, քան թե տեսնեի այդ տառապանքը իմ զավակի վրա։ Եվ Աստված ասես նրանք հանդիպեցին իմ որդուն այնտեղ, նեղության մեջ, երբ որ դու ամբողջովին հասկանում ես, որ միակ օգնականդ Տերն է, ուրիշ օգնություն չկա ոչ մեկից, ոչ ոք քեզ չի կարող օգնել, այս կրակի մեջ ով կարող էր օգնել, միայն Աստված, և ամբողջ էմոցիոնալ դաշտը, ինչպես երեկ խոսում էինք նաև այդ թեմայի մասին, որ մենք պետք է նաև մեր էմոցիաները, մեր ներսի մարդը ամբողջական պետք է կպնի Տիրոջը, մենք չպիտի լինենք սառած առանց զգացմունքի էակներ, որովհետև մեր Աստվածն էլ այդպիսին չի, և նրանք ամբողջովին հոգով, սրտով, էմոցիաներով, շնչով միացան, նախ մեկացան, երեքի միտքը մեկ էր, և մտան այդ կրակի մեջ հավատալով, որովհետև բերանով էլ խոսացին դա, որ Տերը կպահի մեզ, և եթե չպահի էլ, և նրանք հանդիպեցին Հիսուս Քրիստոսին, միտեղ հրեշտակ է գրած, միտեղ մարդու որդի, և ընդհանրապես աստվածաբանները ասում են, որ հին կտակարանում շատ տեղեր հրեշտակ կամ հրեշտակապետ բառերի ետևում այո նույնպես հենց Հիսուսն է, և այստեղ հստակ դա Հիսուսն է հանդիպել նրանց, և շատ հետաքրքիր է, որ ասում է նրանց ձեռքերը կապված էր, կապեցին նոր գցեցին, իհարկե եթե այդ կրակները նրանց վնասեր, այդ կապանքներն էլ կվառվեր, բայց կապանքները ոչ թե վառվեցին, որտեղ կրակը ոչինչ չէր վնասել, այլ Տեր Հիսուսն էր այնտեղ, կապանքներ քանդողն էր նրանց հետ, նա նրանց հետ էր, որ ազատի, որ քանդի սատանայի բոլոր ծրագրերից ազատի, և շատ սրտիս կպավ այն մասը, որ ասում է Նաբուգոդոնոսորը, այսինքն սատանան տեսնելով Աստծո զավակներին, թողնենք մի կողմ, հիմա Սեդրակ, Միսակ, Աբեդնագովին վերցնենք մեզ վրա, տեսնելով ուժեղ հավատքով մարդկանց, նա 7 պատիկ ավելի ուժեղ կրակ սարքեց։ Հասկանում ես, սատանան այսօր ուզում է վերացնի ուժեղներին, նա ուզում է քո օծությունը, քո բնույթը թաղի, վերացնի, այրի քեզ, վերանաս, որովհետև նրանց միջոցով, հետո տեսնում ենք ինչ կատարվեց, Դանիելի միջոցով ինչեր կատարվեց, մեկ օծյալ, բավական է Տիրոջ համար,
Տիրոջը, ինչպես ճշմարիտ քրիստոնյաներին, հավատացյալներին, բանակ պետք չի, քանակ պետք չի, Տիրոջը մեկ հոգի ա պետք, մեկ հոգի վստահված անձ նուրած, հավատարիմ, սրբության ձգտող, սիրով լցված, մեկերին Աստված փնտրում, որոնց միջոցով այո բազմություններ կապաշխարեն։ Եվ այստեղ յոթնապատիկ սատանան դժվարացրեց իրավիճակը եւ գցեց այդ կրակի մեջ, ինչպես նաեւ այսօր շատերիս կյանքում կարծես թե այն որ շնչահեղձ լինես, այո իմ կյանքում եղավ մի բան, որ ինձ թվում էր որ դադարեց իմ ամեն ինչը, ես շնչահեղձ էի լինում։ Եվ դա դիվային հարձակում է, դա աստվածային չի, այստեղ պատմությունը Աստծո հետ կապ չունի, Աստված չէր փորձում նրանց, իրանց մեղքով չէին փորձվում, նրանք գցվեցին սատանայի կամքով, եւ իհարկե, եթե Տերը թույլ չտար, չէին գցվի, Տերը թույլ էր տվել։ Եվ այդ ամեն ինչի մեջ, ինչպես անցած անգամ նույնպես խոսում ենք Եղիայի հետ խոսակցությունը Հայր Աստծո, որ ասեց ես 7000 հոգի պահել եմ, մարգարեներ, որոնք որ չեն ծունկ ծռել Բաղին, նրանք չեն համբյուրել նրանց, 7000 հոգի պահել եմ, սա նույնպես պահոց էր, այս կրակի մեջ Աստված նրանց հետ էր, սա թաքստոց է, եւ երբեմն մեր կյանքի փորձությունները թաքստոց է, երբեմն այդ թաքստոցում մեզ թվում է, թե մենք այրվում ենք, այս ինչ վատ է, բայց Տերն ասում է Եսայի մեջ, կանցնես կրակներով եւ չես այրվի, այստեղ ասում է, որ նրանց վրայից անգամ ծխի հոտ չէր գալիս, մազերը չէր այրվել, գիտես առաջի բանը, որ կրակը անում է, սենց հալվում է մարդու մազերը, մի անգամից աղջիկները կիմանան, ինչ որ կրակ անելուց, ես հիշում եմ այն ժամանակները, որ փեջեր էինք վառում, սենց պայտակ աղամյաց ուժեղ բան տար, բոց տար ու սենց, վայ մեկ էլ չկա այսքան մասը, այս մարդիկ 7-նապատիկ ավելի ուժեղ կրակի մեջ ընկան եւ չայրվեցին, մազերը չխանձվեց եւ հոտ չէր գալիս նրանց վրայից։ Մենք դրսում խարույկ ենք վառում, նստում ենք կողքը, հավեսին ժամանակ ենք անցկացնում, մենք գալիս ենք տուն, մեր շորերը պիտի հանենք լվանանք, ծուխի հոտ է գալիս, իսկ այս մարդիկ կրակի մեջ էին, սա շատ խորը փոխաբերական պատմություն է նաև մեզ համար, որ դու կլինես այդ տառապանքի մեջ եւ քո վրայից ոչ մի նեղության, ոչ մի հետք, ոչ մի հիվանդության հետք չի մնա։ Այն օրով էր, չեմ հիշում, մեր տաներ, նայում է Դեբորային ու ասում է, լսի իր դեմքը փայլում է, այս երեխուն չես ասի, որ ինչ որ հիվանդ է եղել, կամ ինչ որ ինքը միջև հիմա դեղեր է ընդունում, ինքը պետք է որ շատ հյուծված տեսք ունենա, ես նույնպես, ինձ մարդիկ ասում են, չի երևում, որ դուք ես սենց բանի միջով եք անցել, մենակ Աստված գիտի մենք ոնց ենք տառապել, բայց մեր վրայից, մեր ընտանիքից չի երևում, որտեվ Տերը պահել է եւ շատ կան նման ընտանիքներ, շատ կան նման իրավիճակներ, որ Աստված պահում է նմաններին, որոնք որ այն սկզբից, ոչ թե ընկան կրակի մեջ ու վայվույը սկսվեց, ոչ դեռ չընկած նրանք վստահեցին Տիրոջը եւ նմանապես ես, իմ ընտանիքը դեռ նոր էինք լսել այդ լուրը եւ որոշեցինք, որ 100% վստահում ենք Տիրոջը։ Եվ այդ թաքստոց դարձավ, այո, երբեմն ինչ-որ ժամանակներ կա, որ մեզ թվում է, որ մենք պիտի վազենք, պիտի ծառայենք, պիտի գործենք,
Բայց Տերը տանում ա մի կրակի մկրտության մեջ, որը նաև թաքստոց ա, որը քեզ ինչ-որ տեղ դադարեցնում ա։ Եվ սա էր նաև ինձ ասում Աստված, որ սա վերապատրաստման մի նոր շրջան է անցնում։ Եվ այսօր շատեր, ովքեր որ ինձ լսում են, կա ժամանակ, որ Աստված դադարեցնում ա քեզ ծառայել։ Նրանք ծառայում էին թագավորական պալատում։ Արդյոք կրակի մեջ նրանք իրենց գործը կարող էին անել։ Ոչ, դադարվեց փորձության մեջ։ Եվ շատերը, ովքեր որ փորձվում են, իմ հետ կհամաձայնվեն, շատ դժվար է ինչ որ գործողություն անել, ծառայություններ մատուցել, կամ թեկուզ աշխատանքի գնալ, կամ քո տան գործերն անել, շատ դժվար է, որովհետև էմոցիոնալ դու պատրաստ չես, եւ դա Տիրոջից է, որովհետև Տերը նրանց հետ էր, Տերը համաձայնվել էր, հաճություն էր տվել եւ իջել էր երկնքից, թողնելով իր գահը եւ իջել մտել էր այդ կրակի մեջ։ Եվ մենք նմանապես նման դժվարությունների ժամանակ հանդիպում ենք մի այլ ձևի Տիրոջը, ովքեր գիտեն, որ հիվանդանոցում ես եւ Դեվորան տեսանք հրեշտակների, որոնք պարում էին։ Ես երբեք նման բան չեմ տեսել, բայց երբ որ այդ ճզմվելու պահներ, աղոթքի եւ իսկական աղոթքի պահներ, տես աղոթքել կա, աղոթքել։ Երբ որ դու գիտես, որ այդ քո ձայնը ճեղքում է, հասնում է հոր ականջներին եւ դղրդում է քո ամբողջ էությունն ու մթնոլորտը, եւ հենց այդ ժամանակ մենք տեսանք հրեշտակների, որոնք պարում էին եւ պարելով մտնում էին մեր սենյակ, երկնքում էին պարում։ Եվ նմանապես էստեղ Նաբուկոդոնոսորը տեսավ, եւ սա նույնպես շատ հետաքրքիր է, որ կողքից կտեսնեն, որ Աստված քո հետ է, որ Աստծո որդին քո հետ է, որ հրեշտակները ծառայում են քեզ, որ դու աղոթում ես եւ շարժ ա լինում, ուրիշները կտեսնեն դա, անհավատները, Նաբուկոդոնոսորը դա սատանայի կերպարն է ներկայացում, բայց մարմնի մեջ, բայց երբ որ կենդանի գերբնական բան տեսավ, նա ապաշխարեց եւ դիվահարվածությունը նրանից գնաց եւ սկսեց ճշմարիտ որոշում կայացնել։ Տիրոջ թաքստոցը բերում է քեզ ուրիշ մակարդակ։ Խի եմ սա ասում։ Երբեմն, երբ որ մենք կրակի միջով անցնում ենք եւ չենք կարողանում ծառայել, հա, իմ կյանքում եղավ, գիտեք, որ մի կես տարիից ավել ես չէի ծառայում, որոշակի։ Եվ կարծես թե թաքստոցում դու պարալիզացվում ես, բայց դա այնպես չի, որ դու ինչ-որ սխալ բանի մեջ ես, ոչ դա Տիրոջից նախասահմանված ընթացք է, քեզ առանձնացնելու եւ քեզ պատրաստելու հաջորդ մակարդակի համար։ Այլևս չես անելու այն, ինչ առաջ էիր անում, սա այն ինչ որ հոգու մեջ եմ լսել, գրել եմ։ Հեշտորեն այն, ինչ որ առաջ էիր անում եւ հեշտորեն էր տրվում քեզ, այլևս չես անելու։ Ավելի բարձր բաներ ես անելու եւ հաղթահարելու, որը որ ժամանակին, երբ որ կսկսես այդ նոր մակարդակում գործել, կզգաս, որ դա նույնպես դժվարությամբ ա տրվում քեզ, որտեվ դա մակարդակով բարձր է ավելի, քան թե որ դու անում էիր։ Եվ մեծ ազդեցություն կունենաս հոգևոր դաշտի վրա, դևերի վրա, հիվանդությունների, իրավիճակների, հրեշտակների հետ կհամագործակցես եւ քո աղոթքը չի լինելու շատ երկար, դու կհավատաս, կաղոթես եւ իրավիճակները կփոխվեն։ Եվ այս ամենի մեջ ուզում եմ, որ ամեն մեկս միտք առնենք, ինչ ճանապարհի մեջ ենք այսօր մենք, արդյոք
նման է մեր ճանապարհը Սեդրակ Միսակ Աբեդնագովին կամ հենց Դանիելին, թե մենք հիմա հենց այդ մակարդակում ենք, որի մեջ թույլատրություն է տրված գործելու, կարա լինի, դա էլ կարա լինի, պարտադիր չի, բոլորս ինչ որ անընդհատ դժվարությունների, նեղությունների մեջ լինենք։ Եվ ինչի համար եմ ասում ուրիշ մակարդակ, երբ որ Սեդրակ Միսակ Աբեդնագովը դուրս եկան կրակից, էլի շատ բան չխոսացին, ընդհանրապես իրանց մասին իրանց խոսացածը չկա այստեղ։ Նրանք ինձ թվում է շատ բան ունեին ասելու, նրանք հանդիպել էին Հիսուսին կրակի մեջ, միգուցե Հիսուսը նրանց բաներ էր ասել, ընդհանրապես գրված չի այդ մասին, բայց մի բան հստակ էր, մի ազգ ապաշխարեց, հասկանում ես, քո նեղության առիթից հետո Հայաստանն ապաշխարի, մի ազգ, թագավորը հրաման տվեց, որ ով որ հանկարծ մի բան ասի իրանց Աստծուն, լեզու, ազգ, սխալ բան ասի, պիտի կտոր լինի և գցվի կրակի այդ հնոցը։ Եվ 4-րդ գլխում էսպես ասում, Նաբուգոդոնոսոր թագավորը բոլոր ժողովրդին, ազգերին, լեզուներին, որոնք բնակվում էին բոլոր երկրի վրա, շատանա ձեր խաղաղությունը։ Այն նշանները և հրաշքները, որ ինձ հետ արավ բարձրյալ Աստվածը, հաճո է երևում իմ առաջին, հայտնի է ձեզ։ Նրա նշանները, որոնք մեծ են, և նրա հրաշքները, որքան զորավոր են, և նրա թագավորությունը հավիտենական թագավորություն է, և նրա իշխանությունը դարեց դար։ Եվ Նաբուգոդոնոսորս հանգիստ էի իմ տանը և զվարճանում էի իմ պալատում, երազ տեսա և իմ խորհուրդները, սա արդեն մյուս մասնա, որ Դանիելի հետ, այսինքն ամբողջ մի ազգ, նաև Դանիելի հետ կապված, որ առյուծների կուպից դուրս եկավ, նրանք պետքա պաշտեին կենդանի Աստծուն, որը որ Դանիելի Աստվածն էր կոչվում, և այսօր չեմ ուզում այդ մյուս թեմային անցնել, որովհետև խոսքը հենց սրան էր վերաբերվում, երբ որ դու կրակներից դուրս կգաս, երբ որ ես կրակներից դուրս կգամ, դու դուրս կգաս, մի ուրիշ մակարդակ ա Տերը պատրաստել, և այդ կրակները թաքստոց ա քո համար, չծառայելու, զորանալու, վերականգնվելու, նոր մակարդակ գնալու և Քրիստոսին հանդիպելու, նրանից լսելու քո հաջորդ մակարդակի համար մեսիջներ, ուղղություն, հայտնություններ և ավելի հեշտ է, երբ որ Տերն ա քեզ ուղարկում, ոչ թե դու ինքդ ես որոշում գնալ և թագավորն ապաշխարեց, թագավորը սկսեց հավատալ մեր Տեր Աստծուն, արդյոք այսօր կան այդպիսիները, ես հավատում եմ կան, բայց շատերը ներկա պահին թաքստոցում են, ինչպես այդ 7000-ը Աստված պահել էր, որ ճիշտ ժամանակին այդ զենքը օգտագործեր, և այո, մենք զենք ենք Տիրոջ ձեռքերի մեջ, և նա օգտագործելու է մեզ ճիշտ ժամանակին, փառք Տիրոջը դրա համար, և պիտի հավատանք, որ նեղությունները դադարում են, դա երկար չի տևելու, և այդ ամենի մեջ Տերը մեր զորությունն է և մեր պաշտպանն է։ Տեր, շնորհակալ եմ քո խոսքի համար, գոհանում եմ քեզանից Տեր, օրհնիր քո խոսքը, թող պտղատու լինի, թող մեզ հույս տա, զորացնի և հաջորդ մակարդակ բարձրացնի Տեր, Տեր օրհնում եմ բոլոր լսողներին, թող որ զորություն առնենք երկնքից, երբ որ քո խոսքը լցվում է մեր մեջ, կերակրվում ենք, քո խոսքը երկսայրի սուր ա, որը որ կտրում է երկու կողմով և ամեն ավելնորդություն, ամեն սխալ ուսմունքներ, ամեն բան, ինչը որ քեզանից չի, թող կտրված լինի, և մենք քո վրա ենք տնկված,
Տեր, քո կենթանի ջրերն են հոսում մեր մեջ, թող որ առողջ լինենք, Տեր, հոգևոր, մարմնով եւ շնչով։ Օրհնում եմ բոլորին, ովքեր որ լսում են, թող որ քո փառքը տարածվի ամեն մեկիս վրա։ Փառավորվես ու մեծարվես Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ալելույա, ամեն։